Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Մկրտչյան, մենք նախորդ օրը էլ գիշերվա ժամերին, տեսանք, որ կառավարությունը ես եմ, այսինքն Նիկոլը ազատեց 3 բարձրաստիճան ոստիկանների եւ տեղավորեց ինչ որ ավելի այսպես ցածր օղակներ, օրինակ լինել ոստիկանապետ եւ հիմա աշխատել Արփինեի օգնական։ Ասենք իհարկե զավեշտ է, որովհետեւ դա մի քիչ պատվաբեր չի, լինել ոստիկանապետ հետո օգնական, ոստիկանապետի օգնական, բայց այնուամենայնիվ այս մարդիկ չգիտեմ ինչ տրամաբանությամբ են փորձում ներսում աշխատել, բայց այնուամենայնիվ սա համարում է Նիկոլը, որ պետք է բարեփոխումների այդ շրջանակներում ավելի կարգավորվի ուժային կառույցները, բայց մենք գիտենք, որ այդ ուժային կառույցները մեկ մարդու համար են ծառայում, այն է Նիկոլ Փաշինյանը։ Այս իրարանցումը ինչով էր պայմանավորված, որովհետև մենք հասկանում ենք, որ նաև դիմաց ընտրություններ է եւ այս մարդը փորձում է ամեն կերպ հասարակության աչքին լավ տղա երևալ։ Այդ գործողություններն ուղղակի եկան ապացուցելու են, ինչ մենք բազմիցս միասին առիթ ունեցել ենք հաստատելու եւ վերահաստատելու, շատ պարզ, այսինքն այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությանը ծառայող սպա չեն եղել։ Մենք խոսում ենք նրա մասին, որ իրենք սպա չեն, մենք ասում ենք, որ իրենք ընդհանուր որևէ բան չունեն Հայաստանի ներքին կյանքի կայունությունն ապահովելու մասով։ Նրանք Նիկոլի ծառաներն են, Նիկոլի ստրկական համակարգի մասնիկներն են, ովքեր մեծ սիրով հունիսի 12-ին ընդամենը 1-2 տարի առաջ նռնակներ են նետել Նիկոլի հրահանգով Հայաստանի քաղաքացիների վրա, խաղաղ ցուցարարների վրա, կանանց, երեխաների, անչափահասների վրա։ Նրանցից որոշները շատ մեծ սիրով ապօրինություն են կատարել ավտոերթերի ժամանակ, որոնք բողոքի ակցիայի տրամաբանության մեջ էին իրականացվում Նիկոլի դեմ, այդ սեփականատերերին, շարժական գույքի սեփականատերերին, ավտոմեքենաների տերերին ուղղակի բռնաճնշումների ենթարկելու, իրենց գույքը արգրավելու, իրենց գույքը ինչ-որ հատուկ պահպանվող տարածքներ ուղարկելու, արցախցիների մեքենաները հատուկ պահպանվող տարածքներ տանելու, նրանց ճնշելու համար, ինչա թե Նիկոլը կարողանա այդ գոհունակության զգացողությունը շարունակի ունենալ։ Այս մարդկանց, եթե Նիկոլը այդ աղդամցի Ալենը մի հատ իր կարծիքով չէ, վիրավորական արտահայտություններ, քարտուղարուհու կարգավիճակներ, ինչ որ մատնանշում, եթե Նիկոլը Ալենի ասած այդ քարտուղարուհու կարգավիճակին նշանակեր այդ իբր թե սպայի պաշտոն զբաղեցնողներին, իրենք նույն տրամաբանությամբ կդառնային Նիկոլի կամ այդ աղդամցի Ալենի քարտուղարուհիները։ Իրենք չունեն մասնագիտական ինքնասիրություն, իրենք չեն հասկացել, թե իրենք ինչ պաշտոններին են Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների տեսանկյունից, բայց իրենք շատ լավ հասկացել են, որ իրենք Նիկոլի ծառաներն են, այնպես ինչպես դա արել է Դհոլչին դատախազը, այնպես ինչպես դա արել են իրենց նախորդած բոլոր ոստիկանապետերը, այնպես ինչպես դա արվել է քննչական կոմիտեի ղեկավարների, մի քանի մի շարք ղեկավարների կողմից, եկեք իրենց էլ չմոռանանք, այնպես ինչպես դա իրականացվել է դատախազների կողմից, որոնք տարբեր մեղադրական եզրակացություններ էին տպում եւ արտատպում հանուն Նիկոլի կալանքները պաշտպանելով, ապօրինությունները պաշտպանելով բոլոր տեսակի։ Սա այդ շղթայի մի մասն է եւ ամեն անգամ մենք այստեղ հնարավորություն ունենում ենք խոսելու, որ ապօրինությունը չպիտի մոռացության մատնվի եւ ամեն անգամ նորից մտածել, որ գիտեք ինչ, դե իրենց աշխատանքից ազատեց, կարծես թե սա է այն պատասխանատվության չափը, որ իրենց պիտի գար, ամենևին։ Գիտեք ինչ հետաքրքիր չի, Նիկոլին ծառայողը իբր թե սպայի կարգավիճակից է գնալու քրեական պատասխանատվության ենթարկվելու, թե այլևս Նիկոլի քարտուղարուհու պաշտոնից է գնալու պատասխանատվության ենթարկվելու։ Այս վերջին 8 տարիներին Տիկին Մկրտչյան մենք անընդհատ տեսնում ենք, հատկապես վերջին տարիներին շաբաթը մեկ սպանություններ են եւ օրը ցերեկով մարդ են խփում եւ չեն պատժվում, մարդիկ են մամահանում, պատահականության զոհ են դառնում մարդիկ, այսինքն անտերության մատնված երկրում ենք մենք հիմա ապրում եւ ինչքան էլ որ այդ բարեփոխում անունը տալիս են այս ուժայիններին, մենք հասկանում ենք, չէ, դրա գլուխը ով է եւ
մի կողմից ադրբեջանցիներն են սահուն կերպով Հայաստան ներխուժում, տեսան Գյումրիում մարդիկ իրենց տներն են որոշել այսպես մանգալ գտնել ինչ որ, հա, այսինքն օրակարգային թեմաներ են այս մարդիկ բերում մեր երկիր եւ փորձում են այդ օրակարգով հրանցնել ժողովրդին։ Ինչ է փոխվելու, փոխվեցին, հանեցիր աշխատանքից, ինչ հիմա մենք տեսնելու ենք, որ այլևս չեն լինելու այդ խուլիգանությունները, այդ մենք տեսնում ենք այգիներում ինչա կատարվում գիշերային ժամերին, ոստիկանները բացարձակ դրանով չեն զբաղվում։ Դուք չեք հավատա, բայց ես անգամ չեմ կարդացել այն հրամանագրերը, որոնցով այդ արդեն քարտուղարուհի դարձածներին փոխարինել են ինչ-որ մարդիկ։ Ես իրոք չեմ կարդացել, որովհետև ինչ պատճառով են նրանք ազատվում աշխատանքից։ Դե Նիկոլի հերթական գժության կամ ինչ-որ էլի սեփական անձի պաշտպանությունն առավել հզոր դարձնելու համար, այդ միանշանակ են, որ հայկական իրականությունը եւ ներքին անկայունությունը դրա հետ ոչ մի կապ չունի, դա իհարկե այդպես է։ Դուք ասացիք, որ երկրում ամենաթողություն է, այո, երկրում քաոս է, մի պարզ պատճառով, որտեղ այդ քաոսը խրախուսվում է վերևից։ Նիկոլը որևէ բան չի անում եւ ընդհակառակը ամեն ինչ անում է, որ այն բեսպրիդելը, որ մեզ շրջապատում է, որը ինքը կազմակերպել է իր բանդայի օգնությամբ, շարունակի տեղ գտնել յուրաքանչյուր բակում, յուրաքանչյուր փողոցում եւ ոչ միայն Երևանում։ Այս ամեն ինչի պարզ ապացույցը նաեւ այն դրվագներն է, որոնք Հայաստանի քաղաքացիները ամեն օր կարող են նկատել։ Օրինակ, բլոգերներ, մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։ Իրենց աշխատանքը դա է։ Այսինքն այդ մարդկանց արդեն իսկ հանրորեն վտանգավորությունը, ինչ էլ իրենք անեն տեսախցիկից այս կողմ նստած, չունի այնպիսի վտանգավորության աստիճան, որը օրինակ կարող է ունենալ չխախտելով անձանց կանխավարկածը, որը կարող է ունենալ այն մարդու գործողությունը, որը մեղադրվում է կամ կասկածվում է հրազենային վնասվածք պատճառելու մեջ։ Դուք տեսել եք բլոգերները ինչպես են բերման ենթարկվում նիկոլական իրավապահների, Նիկոլա բանդայի կողմից, Նիկոլի ասած գլուխները ասֆալտին խփելով, ասֆալտին պարկեցնելով, ասֆալտը լիզել տալով, իսկ ինչպես են հիվանդանոցի դիմացից բերման ենթարկում մարդկանց, ովքեր ենթադրաբար ունեն հրազեն, ապօրինի հրազեն, գործադրել են այդ ապօրինի հրազենը, անգամ ձեռքերը բռնած չի այդ անձանց։ Սա չի այն խրախուսումը, որ Նիկոլն իրականացնում է։ Նիկոլն ասում է իմ դեմ խոսելը քո վրա ավելի թանկ է նստելու, քան հայ սպանելը, քան ապօրինի գործողությունները անելը մեկ այլ անձի առողջությանը վնաս պատճառելու կամ անգամ կյանքի վտանգ սպառնալու Մենք տեսանք կնոջ գրառումը, հա, գրառում անելու համար կնոջը բերման են ենթարկել։ Ձերբակալել, կնոջը կալանավորել եւ բանտարկել։ Ըստ էության Նիկոլը այդ հստակ ուղերձը մեզ բոլորիս ունի, որ դուք կարող եք ինչ ուզում եք անեք, այդ ձեր քաոսային այդ անդադար ասում է, չէ, քրեական ենթամշակույթ ինքն է այդ քրեական ենթամշակույթը Հայաստանում հասցրել մի այլ մակարդակի կիրառելիության եւ գործածելիության, որովհետեւ այն ակնհայտ երևում է, չէ, Հայաստանի քաղաքացիները տեսնում են, որ բանդայի կողմից է ղեկավարում, նշանակում է ինքնապաշտպանության միջոցներ, նշանակում է իրավական միջոցներ, դրանք գործողության մեջ չեն, կամ դու անդամակցում ես այդ բանդային, կամ դու փորձում ես սեփական ուժերով պաշտպանվել այդ բանդայից։ Մնացած շուրջ բոլորն էլ քաոս է տիրում ուղղակի։ Եվ այս ամեն ինչի արդյունքում պարզվում է, որ դու կամ դառնում ես այդ քաոսի զոհը, կամ Նիկոլի դեմ պայքարելով ավելի ծանր բռնաճնշումների ես ենթարկվում, քան կարող է ենթարկվել ենթադրյալ հանցագործը, որտեղ Նիկոլի համար ճանապարհը հետեւյալն է. դուք հանգիստ պետք է վերընկնեք տեղներդ, ինչպես ինքը ասում էր, այսինքն իր նկատմամբ եւ իր դեմ պայքար պիտի ընդհանրապես տեղի չունենա, բայց այն մնացած գործողությունների արդյունքում թե որտեղից եւ ինչքան հայի դիակ կհավաքեն, իր համար դա էական չէ։ Եվ մենք այն ինչի մասին որ խոսում էինք, հա, ամիսներ առաջ, կարծես հիմա նախընտրական այս Երուսաղեմի մեջ տեսնում ենք, որ ի կատար է ածում այս մարդը։ Մենք խոսում ենք, որ թոշակներն է բարձրացնելու ընտրություններից առաջ եւ ճանապարհներ կան, որոնք կառուցել են եւ պահել են այսպես, հա, հյուսիս-հարավի մասին է խոսքը եւ բացելու են հենց ընտրությունների նախորդին եւ այլն, որպես այս մարդկանց ցույց տան, որ տեսեք, մենք ձեր մասին մտածում ենք, բայց մոռացել են այս թոշակառուները, որ այս մարդը ասում էր 10,000 դրամը ոնց եք ծախսելու, դու
դուք կարող եք աշխատել, դուք պորտաբույծ չեք, չէ՞, նման բաներ էր ասում ես մարդկանց։ Եվ երեկվանից համացանց այսպես ողողվեց, հա, որ 10,000 դրամով թոշակները բարձրանում, մենք դեռ չգիտենք էլ, հա, որ ինչ ձևաչափով է բարձրանում, ովքեր կարող են դրանից օգտվել, ովքեր կարող են չօգտվել եւ այլն։ Բայց այս մարդը կարողանում է Տիկին Մկրտչյան այնուամենայնիվ ոչ միայն իր ընտրազանգվածին, այլ նաև մարդկանց, ովքեր որ այդ 10,000 դրամի հույսին են գուցե, բայց մոռանում են, որ օրինակ ապրանքներ կան, որ հնգապատիկ թանկացել է, դրա մասին ասենք մոռանում են։ Ինքը մեզ բոլորիս ցույց է տվել, թե ինչպես է վերաբերվում մեզ բոլորիս։ Կապ չունի թոշակառու ես, ունես ինչ սոցիալական կարգավիճակ, սոցիալական երաշխիքներ եւ այլն։ Ինքը շատ པարզ ասել է, աղքատությունը մեր գլուխների մեջ է, եւ ինքը մեր զոհված զինծառայողների մասով այս արտահայտությունը արել, բայց դուք պատկերացրեք, որ մեր բոլորի վրա դա տարածվում է, ինքը բոլորիս հաշվում է +- 50-ով։ Այսինքն +- 50 հոգի սովամահ կլինի, +- 50 հայ կմահանա, +- 50 հայ կգնա գերության մեջ, հետ կգա իր համար միևնույնն է, +- 50 քաղբանտարկյալ այս կողմ են կողմ, ինքը այդպես է վերաբերվում հայի կյանքերին, մենք սա պիտի ֆիքսենք։ Սա եղել է պարզ եւ պրիմիտիվ ընտրակաշառք։ Դա ընտրակաշառք է, այն տարբեր տեսակի հասարակական կազմակերպությունները չէ, որ կային ինչ-որ քաղաքացիական հասարակության դիմակը հակած դեր էին խաղում, հիմա դերերը մոռացել են, բոլորը արդեն Նիկոլի կողմից падգամավորի թեկնածու են աշխատում, դրա համար արդեն չունեն այդ ժամանակը զբաղվելու, եւ իհարկե հրահանգը չկա տերերի կողմից այս ամեն ինչով զբաղվելու, այ հենց այդ հիբրիդային պատերազմ, որ ասում ենք, Նիկոլի հիբրիդային պատերազմի մի մասն է հայ ժողովրդի դեմ։ Միտեղ 10,000 դրամով թոշակի ավելացման խոստումը, այն ընտրական օրենսգրքի պայմաններում, որ նույնիսկ որևէ մեկը իբր պիտի աֆիլիացիա չունենա անգամ այդ բարեգործական հիմնադրամների, որևէ մեկը չի կարող անգամ անվանային նմանություններ ունենալ թեկնածուների, դաշինքների կամ կուսակցությունների մասնակցելու ցանկություն հայտնած անձանց մասին է խոսքը, ու այս պարագայում Նիկոլը կարողանում է լայվով ընտրակաշառք առաջարկել։ Նիկոլը կարողանում է շատ ուղիղ լայվով սպառնալ Հայաստանի քաղաքացիներին, որ հաշվի հարդարը տեղ կհասնի, պետության համը կմնա բերանները եւ մի քանի ժամ հետո ազգային անվտանգության ծառայությունը հեղինակազրկված կգնա այդ համը տեղ հասցնելու համար եւ այլն։ Այս ամեն ինչը նրա մասին է, որ ընտրություններն արդեն սկսել են կեղծվել եւ այն բացարձակ սատարումը, որ ունի Նիկոլը ադրբեջանա-թուրքական այս համայնքի կողմից, իդեմս իրենց ղեկավարներ Ալիև եւ Էրդողանի շարունակվելու է տեղի ունենալ, որովհետեւ Ալիևը ասել է, չէ, որ Հայաստանի սահմանադրություն պետք է փոխվի, Հայաստանի սահմանադրության մեջ հայկականությունը պետք է վերանա։ Ձեզ թվում է իրան հետաքրքիր է։ Պետք է։ Այո, ձեզ թվում է իրան հետաքրքիր է 10,000 դրամով է դա Նիկոլը կազմակերպելու, թե 110,000 դրամով։ Որտեղից հայկել այդ փողերը, պետք է մի հատ հասկանալ։ Իհարկե, եւ այն համապարփակ խոստումները, որ Նիկոլը տվել է հայ ժողովրդի թշնամիներին, տվել է հայ ժողովրդի հաշվին, Հայաստանի պետության հաշվին, իհարկե իրեն հնարավորություն են տվել արդեն իմանալ հենց այսօր, հավատացեք ինձ, հունիսի 7-ի արդյունքները։ Մենք եկեք չմոռանանք, որ հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ին դեռ Նիկոլը շարունակելու է մնալ այս պետության զավթված, իշխանությունը զավթած մեկը այս պետությունում, որը հնարավորություն է ունենալու ընդ որում ցանկացած գործողություն կատարել այդ ընտրությունների արդյունքների հետ։ Դա կլինի 10,000 դրամի արդյունքում, թե առանց այդ 10,000 դրամի։ Եվ չմոռանանք նաև, հա, Տիկին Մկրտչյան, որ ասում է ամսի 8-ին արթնանալու ենք նոր Հայաստանում, այսինքն այս մարդը վստահ է, որ ինքը ընտրվելու է եւ այս իրավիճակում նաև ես ընդդիմությանն եմ ուզում անդրադառնալ, ընդդիմությունը այնուամենայնիվ այս մի քանի ամսվա ընթացքում ինչպես է կարողանալու մարդկանց հասկացնել, որ այսինքն 8 տարվա մեջ այն որ պետական պարտքը 8 միլիարդով ավելացել է, այսինքն տարին մեկ այս մարդը 1 միլիարդով ավելացրել է պետական պարտքը։ Այդ մի կողմ, այս տարածքային ամբողջականության այսպես օթում կախված վիճակը, որ մենք այդպես էլ չենք ունենալու այն տարածքային ամբողջականությունը, որը պատկերացնում է ընդհանրապես հայը, մենք չունենք այդ տարածքները ընդհանրապես հայկական չեն ոչինչ։ Բայց մենք արթնանալու ենք ամսի 8-ին նոր Հայաստանում ասեցինք, հա։ Հիմա այս ամբողջը, երբ որ նայում ես եւ ընդդիմության անելիքները եւ ընդդիմության այս երուզերը ընտրական այս վիճակներին եւ նաեւ տեսնում ենք ցուցակների համար են կռիվ տալիս եւ այս կողմից, այն կողմից մարդիկ կան, որ նորից
Հանրապետական կուսակցությանն են անդրադառնում եւ ոչ միայն անդրադառնում են, հա, այսպես թրերը պահած ինչ որ ցանկացած րոպեի եւ պատե անպատե առիթների փորձում են հակառակվել։ Այս իրավիճակում, երբ որ մենք տեսնում ենք եւ մարդիկ են տեսնում նաեւ, հա, այս վիճակները, որ ընդդիմությունը ասում են, չէ, որ իրար հետ հաշտ չեն, ինչու են անընդհատ իրար ուտում եւ այլն, այս մարդիկ գնալու են նորից ամսի 8-ին նստելու են ազգային ժողովում, ինչ են անելու, դուք ինչ արեցիք, որ իրենք ինչ են անելու։ Ես մինչև ընդդիմության, այո, ես ամբողջությամբ հասկանում եմ եւ կիսում եմ ձեր բոլոր տեսակետները։ Ես հեռախոսը ձեր թույլտվությամբ վերցրեցի, դուք ասացիք հունիսի 8-ին Նիկոլի ասած նոր Հայաստանն է լինելու։ Ես ուզում եմ, որ մենք շատ պատկերավոր բառերով հասկանանք, թե այդ ինչ Հայաստանն է լինելու, այդ թուրքա Հայաստանը, այդ ինչ նպատակ է ունենալու։ Մենք անդադար ասում ենք, որ Ալիևը մեզ պահանջներ ունի, հա, տարածքներ Հայաստան, հայրենիք մենք պիտի չունենանք, հարցը դրանը չի, ինքը տենց կամած առաջ է գալու, կրակելով, միտեղ այդ իր ասած մեքենաներով եւ ոդկով քայլելով են ադրբեջանցիները հասնելու Սևանն իրանց, նա Տավուշն իրանց, նա Սյունիքն իրանց, նա մենք այդտեղ ոչ մի բան չունենք, Երևանն իրանց, նա դա իր հերթին։ Եվ նաեւ այդ սահմանադրությունը նույնիսկ այդ հայկական օրենսդրությունից մեզ զրկելը ինչ է իրանից ենթադրում։ Ես կարծում եմ մենք նույնիսկ այս նիկոլական մանիպուլյացիայի արդյունքում չենք կարողանում մինչև վերջ հասկանալ, թե Նիկոլի եւ Ալիևի ցանկացած սահմանադրությունը ինչպիսին է։ Հավատացեք ինձ, Ալիևն էլ, Նիկոլն էլ թքած ունեն Հայաստանի ազգային ժողով կոչվածուն, որտեղ արդեն զավթված իշխանության պայմաններում 101 падգամավոր լինելու, 1 падգամավոր լինելու։ Իրենք թքած ունեն այդ կառավարման ձևի վրա, որ անդադար ինչ-որ խոսում են, չէ, արհեստական ինչ-որ անդադար դիսկուրս են պահում, թե նախագահական կլինի, կիսանախագահական, խորհրդարանական, մոռանալով ամենակարևորը, եթե երկիրը զավթված է օտար գործակալական ցանցի միջոցով եւ օտար երկրների հատուկ ծառայությունների միջոցով, այդտեղ կարևոր չի նախագահն է, վարչապետն է, թե ազգային ժողովի նախագահն է, այդ զավթված է, ուրեմն զավթված է։ Բայց ինչից են իրենք մեզ ուզում զրկել անգամ։ Մենք անդադար ասում ենք սահմանադրության փոփոխություն։ Սահմանադրության մեջ չի լինելու հետևյալ նախադասությունները, որը խոսում է հենց հայկականության մասին, թույլ տվեք ես ընթերցեմ հենց նախաբանը։ Այս սա է, որ Նիկոլն ու Ալիևը մեզ զրկելու են այս փաստից։ Ասվում է, որ հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը ել չեմ շարունակում։ Հասկացանք ինչի մասին է խոսքը, հայկական պետության նպատակների եւ ինքնության մասին։ Ուրիշ ոչինչ չի փոխվելու եւ ես այս նախաբան, երբ որ Հայաստանի սահմանադրությունից դուրս է գալիս, ստացվում է, որ որևէ տարբերություն չկա 101 падգամավորը Թուրքիայի հանրապետության կազմում են լինում, Ադրբեջանի հանրապետության կազմում են լինում, ընդհանրապես տեղ իրանց համար այդ միջանցքն է լինում, մենք էլ այդ միջանցքը սպասարկող անձնակազմն ենք լինում, որտեղ այդ սահմանադրությունը չի ունենալու այլևս հայկական ինքնություն։ Ից կտրելու ինքնությունից զրկելու եւ անդադար մեզ ինչ-որ տենց թաքնված գաղտնի վիճակով իբր այդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստերն է, որ անդադար հարցնում են մարդիկ, թե այդ ինչ եք փոխում, այդ ինչ եք գրում, լավ, մինչեւ հիմա հայեցակարգ չունեք, մինչեւ հիմա մի տող չեք հրապարակել, ինչի չեն հրապարակում, որովհետեւ սահմանադրության որևէ դրույթ եւ որևէ հոդված իրենց համար նշանակություն չունի, բացի այն նախադասությունից, որը ես ձեզ ընթերցեցի։ Այս նախադասությունն որ չի լինելու հունիսի 8-ի Նիկոլա թուրքական Հայաստանում, այս սրա մասին է խոսքը։ Ինչ պիտի անենք, ես չեմ խուսափելու նաև այն շատ ուղիղ հարցից, որը դուք տվեցիք, որովհետև նաև այդ հարցն է եւ այդ հարցից շատ հաճախ խուսափելը եւ անկեղծ չխոսելն է, որ մեզ բերել հասցրել է արդեն 8 տարի այս Նիկոլա բանդայի պայմաններում ապրելուն եւ որևէ կերպ որ մենք չենք կարողանում ազատվել այդ Նիկոլա բանդայից այն պայմաններում, երբ որ տարիներ շարունակ հայ ժողովուրդը իր գերակշիռ մեծամասնության մեջ այնքան է դուրս եկել փողոց, որ հնարավորություն է տվել քաղաքական լուծում տալ Նիկոլի հեռացմանը, հնարավորություն է տվել տանել սրան քրեաիրավական պատասխանատվության, քաղաքական պատասխանատվության եւ վերջի բարոյական պատասխանատվությանը։ Շատ են մարդիկ իրենց իրականում այս պահի դրությամբ որպես ընդդիմադիր ձևացնողները եւ դիրքավորողները, որոնք իրականում ուղղակի երբ 2018 թվականին Նիկոլի չափ ուրախ էին հանրապետական կուսակցության
նկատմամբ տեղի ունեցող վայրագություններից։ Այսօր ինչ որ խոսում են քաղաքական դիսկուրսի մակարդակի մասին, մարդիկ են խոսում դիսկուրսի մակարդակից, ովքեր Նիկոլի հետ հավասար շամպայն էին բացում հանրապետական կուսակցության կին падգամավորների նկատմամբ իրականացվող վայրագություններից, հանրապետական կուսակցության падգամավորների երեխաների նկատմամբ գործադրված ֆիզիկական եւ բարոյական բռնաճնշումներից ու որոշ դեպքեր ա եղել նաեւ հաշվեհարդարների։ Բայց ինչ են անում այս մարդիկ այս ամեն ինչը, որտեվ իրենք իրականում երբեք էլ չեն պայքարել Նիկոլի դեմ։ Իրենք ուղակի լուսնի եւ արևի խավարումից էլ ավելի շուտ եւ ավելի հաճախակի փորձում են խմբագրել իրենց քաղաքական կենսագրությունը։ Մարդը Նիկոլի հետ կոալիցիա է կազմել, մարզպետ է աշխատել իր հետ։ Եկել ասում է հանրապետական կուսակցությունը ինչ պետք է աներ 2018 թվականին։ Օրինակ ինչ պետք է աներ, որ դու Նիկոլի մոտ մարզպետ չաշխատեիր։ Ինչ պետք է աներ, որ դու Նիկոլի մոտ падգամավոր չաշխատեիր։ Ինչ պետք է аներ հանրապետական կուսակցությունը, որ դու Նիկոլին չքվեարկեիր մայիսի 1-ին եւ մայիսի 9-ին։ Ինչ պետք է աներ։ Ոչ մի բան, ինչ որ արել ես դու, ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա կարիք կա այդ խայտարակությունից ազատվելու, ընդ որում այդ ազատվելն էլ նույնիսկ գիտեք ինչ լավ նպատակներով չի իրականացվում։ Ուզում են ազատվեն, որովհետև իրենց համար քաղաքական կենսագրության նոր էջ է պետք բացել, պետքա ջնջել։ Իրանք գիտեն, որ իրենց կյանքը իրենց Facebook-յան պատից ոչնչով չի տարբերվում։ Այնտեղ ջնջում են ամեն ինչ, ստեղ էլ կարան ջնջեն իրենց կարծիքով եւ չգիտես ինչի սրտնեղում են շատ հաճախ, որ հանրապետական կուսակցությունը ժամանակ առ ժամանակ ընդ որում մեր սխալն էլ դա է, որ դա մշտական բնույթ չի կրում, ժամանակ առ ժամանակ թույլ չի տալիս, որ այդ ցեխի ամբողջ բաժինը թափեն մեր վրա, ասելով դե գիտեք ինչ 2018-ին կրակեիք մեր վրա եւ հարցը փակեիք, հասկանում եք, մարդիկ գնաց է մարզպետ են աշխատեն Նիկոլ հետ, մենք պետք է կրակեինք իրանց վրա, որ իրանք մարզպետ չաշխատեն, կոալիցիա չկազմեին։ Ընդ որում այդ կոալիցիան էլ ոնց է ուղղակի փլվել, հարգելի Արթուր, փլվել է շատ պարզ, երբ որ Նիկոլը այլևս իրանց կարիքը չի ունեցել, իրանց օգտագործել եւ շպրտել է, այո, 1 ժամվա ընթացքում փողոցում ստորագրել եւ դեմքներին է շպրտել իրանց պաշտոնանկության թղթերը։ Այ այս իրականության մասին է խոսքը։ Ես հասկանում եմ, որ այս ամեն ինչը շատ լավ խրախուսվում է իրանց լիդերի Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Այս մարդը ես տարիներ շարունակ փորձում էի հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ինքը միշտ այլընտրանքային թիրախներ է ման գալիս։ 18-ին լավ գրել է իր գրքի մեջ, որ Նիկոլն է, Նիկոլից այն կողմ էլ մարդ չկա այս աշխարհում, պարզվում է մարդը 10 տարի լինելով Հայաստանի ղեկավար, իբր չի կարողացել տեսնի հասկանա, ինքը ասում է, չէ, որ մեծ կառավարման փորձ ունի, բացառիկ մարդ է, որ կարա մեզ այս վիճակից հանի, այդ բացառիկ հատկանիշներով օժտված մարդը չի կարողացել հասկանա, որ 2018 թվականը Նիկոլի արածը չի կարողացել հասկանալ, որ դա օտար պետությունների գործակալական ցանցերի եւ օտար պետությունների հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված մի մեծ դավադրություն է մեր պետության դեմ, ընդ որում այդ դավադրությամբ էլ իրենք պաշտպանվել են մեր ժողովրդի կյանքերով եւ մեր ժողովրդի մարմիններով, այսինքն եթե դու փորձեիր որպես պետություն հակազդել այդ գործակալական ցանցերին, դու պետք է վնասեիր քո ժողովրդին, այսպես կազմակերպված օպերացիա էր։ Հիմա Ռոբերտ Քոչյանը որոշել է, որ Նիկոլի դեմ պայքարելը վտանգավոր է, առաջինը Նիկոլի դեմ պայքարելու ինքը երևի ցանկություն չունի, որովհետև անդադար իր падգամավորների կողմից ուղղվող սլաքները դեպի հանրապետական կուսակցություն եւ 2018 թվական այն դեպքում, երբ որ իրանք կանգնած են եղել հրապարակում եւ միակ արդարացումը իր ընտանիքի անդամների են, որ ասում է հրապարակով տուն եմ գնացել։ Հասկանում եք, մարդը հրապարակով տուն է գնացել հենց 2018 թվականին, հիմա ասենց մեծ դեմքի աչքերով անհասկանալի ինչ-որ դեմքի արտահայտությամբ իբր անմեղ տրամաբանության մեջ, բա ով բերեց Նիկոլին։ Ես բերեցի Նիկոլին, որ 2018 թվականից Նիկոլի դեմ իմ քաղաքացիական հնարավորությունների սահմաններում փորձում եմ հակազդեցություն ցույց տալ։ Բա լավ տուն էիր գնում, բա դուխով գլխար կկար, չէ։ Չէ, այդ էլ տուն գնալու ատրիբուտիկաներ ընդհանրապես։ Հիմա գիտեք ինչ, նորից եմ կրկնում, մարդիկ, ովքեր իրենց քաղաքական կյանքը եւ քաղաքական կենսագրությունը, ընդ որում ոչ միայն քաղաքական, ավելի շուտ են խմբագրում եւ ավելի հաճախ, քան լուսնինը եւ արևը խավարում է տեղի ունենում այս երկրագնդի վրա, մեզ փորձում են ինչ-որ բաներում մեղադրել։ Չունեք այդքան իրանց սիրած բառով, ոնց որ դուք ինձ հիշացրեցիք, դուխ Նիկոլի դեմ պայքարելու, ասեք դրա մասին շատ ավելի անկեղծ։ Ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանում կան մարդիկ, քաղաքացիներ, ովքեր իրականում Նիկոլի դեմ պայքարելու մասին են եւ ուզում են այս իրավիճակից
դուրս գան եւ ամենևին չեն պատրաստվում մեղավորներ կարգել մարդկանց, ում դեմ մի ամբողջ հակահայկական իրականություն էր եւ իրենց իսկ սարքած ու պլանավորած 55 դեմ եւ 3 միլիոն կողմ անիմաստ եւ դատարկ ակցիաները։ Դե նաև ձեր ասածը վկայում է այն փաստը, որ մենք այս ամիսների ընթացքում չկարողացանք անվստահություն հայտնել Նիկոլին, այն դեպքում, որ շատ աշխատող տարբերակ էր, որևէ մեկը եթե ինձ փորձի համոզել, որ չաշխատող տարբերակ էր, այդ թեզերը իրենք փորձում էին, վիժեցնել, որ այսինչ օրակարգ եք բերում, լավ, վերջում էլ ստորագրությունա պետք, ստորագրությունները տալիս են, գնացեք ձեր հարցերը լուծեք վիճակերին, ստեղծել նաև։ Հիմա Տիկին Կներեք, ես ներողություն եմ խնդրում, բայց գիտեք ինչ, այդ ստորագրությունները տալու, իմպիչմենտը անլրջացնելու արանքում ինչով էին զբաղված այդ մարդիկ։ Ես թեզ ասեմ, այդ մարդիկ գնում էին գործուղումների, Ալենի, այնտեղ չգիտեմ, են Թուրքիայում կրթություն ստացած Ռուբինյանի եւ մնացածների հետ։ Ինչի համար այդ մարդիկ շարունակում էին ապրել բնականon падգամավորի կյանքով, տպավորություն ստեղծելով, թե այդ ինչ ա եղել, որ Հայաստանում, բա սա ընդդիմադիրի կեցվածք, հա, մենք դրա համար ենք գնում ազգային ժողով, մենք ազգային ժողով գնում ենք, ասում ենք ժողովուրդ, չի դուք որպես միշտ ասում եք, չէ, որ մենք այդպես հենց նենց անցած մարդկանց խումբ ենք, այ դուք հենց ձայն ստացածներն եք, Ռոբերտ Քոչարյանի падգամավորներ եւ Ռոբերտ Քոչարյան, ասում եք, որ գնում եք այնտեղ падգամավորների օգնությամբ, գործիքակազմով հեռացնելու Նիկոլին, ճիշտ է, դրա մեջ մտնում է Նիկոլի падգամավորների ուսապարկերի հետ օրենքներ քննարկելը, մեր կյանքը կամ այս դավաճան Նիկոլի գնալը, մնալը, ինչ որ մի կերպ կապված է, բանի ցանկացած իրավական ակտում ստորակետի աչից ու այդ ում եք ուզում դուք խաբել։ Դուք խափում եք փաստորեն Հայաստանի քաղաքացիներին, դուք փորձում եք ցանկացածին մեղավոր դարձնել, պատրաստ եք 2018 հետ գնալ, պատրաստ եք անգամ պետք եղավ ձեզ չգիտես ինչի 2021 թվականի դիմադրության շարժումը վերագրել բացարձակապես միմիայն ձեզ, տպավորություն ստեղծելով, թե դուք, ես եւ 100 հազարավոր այլ մարդիկ այնտեղ չեն եղել եւ ոչինչ չեն արել, միայն իրենք են։ 2021 թվականի դիմադրության շարժումից հետո 2022 թվականի ինչ պայմանավորվածություն էր ազգային ժողովում հայտնվելու, այսինքն վերստին նիստերի մասնակցությունը վերսկսելու հստակ պայմաններ կար, չէ՞։ Այդ պայմանները պահվեցին, չէ՞։ Էլի շարունակվեց իմիտացիա անել, թե կա ինչ-որ բնականon աշխատանք։ Սուտ է, այնտեղ չկա աշխատանք եւ այդտեղ կա ընդհանրապես մի հստակ իրականություն։ Ընդդիմադիր падգամավորների մի հատված, փոքր հատված, որը ցանկություն չունի Նիկոլի մոտ ընդդիմադիր աշխատելու եւ այս падգամավորի մանդատը պահելա, ընդհանրապես ձեր ասած իմպիչմենտ կլինի, ցանկացած այլ նախաձեռնություն, որ փողոցում ա ծնվել, որտեղ անհրաժեշտ ա եղել падգամավորի ստորագրությունը, ընդ որում գիտեք ինչ, դա հերոսություն չի, դա տեխնիկական հարց է։ Падգամավորը տվեց իր ստորագրությունը, դարձրել են բան, գիտեք ինչ, ոնց որ հայոց հարցը լուծել են կամ ինչ-որ հայկական խնդիր են լուծել։ Քանի ամիս պահանջեց, հա, որ այդ ստորագրությունը թղթի վրա դնեն։ Հենց այդ է, այսինքն մարդիկ համոզում էին, որ այդ ստորագրությունները գոհ են իրենց падգամավորի կարգավիճակից եւ ցավալիորեն ոչինչ չեն ուզում փոխել։ Այս սրա համար է, որ Նիկոլը իշխանության է։ Դե նույն տրամաբանությամբ հիմա գնում ենք 26 թվականի ընտրություններ Տիկին Մկրտչյան։ Եվ չմոռանանք, հա, Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ, վերջին ասուլիսի ժամանակ ասեց միակ տուժած խմբակցությունը, կուսակցությունը մենք ենք, որովհետև միշտ մեզնից են տարել ձայներ։ Ինքը նկատի ուներ նաև երևի ուժեղ Հայաստանին, որովհետև հիմա տեսնում ենք, որ ամեն դեպքում ուժեղ Հայաստանը ընդդիմության տեսանկյունից առաջնային, հա, կարգավիճակում է եւ ինքը նկատի ուներ երևի ուժեղ Հայաստանի, որովհետեւ ձայները ժողովրդի գնում են դեպի։ Ես ես որ ասում եմ ամեն տարի 2021 թվականից այս կողմ ինձ մոտ տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանը պայքարում է ամեն ինչի ու բոլորի դեմ, բայց ոչ Նիկոլի, եւս մեկ ապացույց է ձեր ասած արտահայտությունն է։ Այսինքն խնդիրը այն է, թե ով եւ ումից է ձայն տանում։ Իմ մոտ խնդիրը դա չի, իմ մոտ խնդիրն այն է, որ ես շատ հստակ գիտեմ, Նիկոլը կեղծելու է ընտրությունները, այնպես ինչպես արել է 21-ին, ընդ որում չգիտես ինչի Ռոբերտ Քոչարյանը Նիկոլին մի հատ նենց ավանս տվեց, ասես դե հա, ժողովուրդն է ընտրել։ Սուտ, դա սուտ է, ընդհանրապես սեփական պայքարելու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը էլի ժողովրդի վրա գցելու։ Ժողովուրդ 2021-ին Նիկոլին չի ընտրել։ Ուղղակի ժողովուրդը չունեցավ այն քաղաքական հենարանը, որը հնարավորություն կտար, օրինակ շարունակելու Բացի դրանից, նաև այն մարդիկ, ովքեր մասնակցել էին ընտրություններին, այդ 200,000-ից ավելի ընդդիմադիր ձայները, իրենք հնարավորություն ունեցան քաղաքական լիդերի ներկայությամբ, գլխավորությամբ կամ առաջնորդությամբ ինչ-որ հետընտրական պայքար ծավալել,
Ռոբերտ Քոչյանը, ես եթե չեմ սխալվում ու կարծում եմ, որ չեմ սխալվում, ընտրությունների հաջորդ օրը եւ դրանից 1 շաբաթ հետո վերցրել էր Հանրապետության հրապարակում հանրահավաքներ անելու թույլտվությունը։ Եղավ գեթ 1 հանրահավաք։ Հետընտրական process-ների մասին է խոսքը, չէ։ Հիմա այդ նույն տրամաբանությունը հիմա է լինելու։ Ես չգիտեմ ովքեր են պատրաստ Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու, մենք երբեք այդ ընդդիմությունը չենք աշխատել եւ կարծում եմ մեր վարքագիծն էլ ազգային ժողովում դրա մասին է խոսում։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները հիանալի տեսնում են այս իրականությունը եւ այսօր ընդդիմադիր դաշտի իրեն Նիկոլի դեմ պայքարող համարող մարդու քաղաքական միավորի նոր հին կարևոր չի, մի նպատակ ունի, մի նպատակ պիտի դրվի իր առաջ։ Հունիսի 7-ին Նիկոլը արդեն ունի իր այն սալֆետկայի վրա հիշում եք մի ժամանակ Արցախը հանձնելուց առաջ ինչ էր անում Մյունխենյան սկզբունքները, չէ, սալֆետկայի, այդ նույն սալֆետկայի հաջորդ էջին արդեն Արցախի հատվածը ջնջելա, որտեվ հանձնել է, այն հաջորդ երեսի վրա այդ սալֆետկայի գրել է արդեն այդ ընտրությունների համամասնությունը, իրան ընդդիմություն եւ իր իշխանական ձայների համամասնությունը։ Այ հիմա այսօր քաղաքական ընդդիմություն համարվող մարդիկ պատրաստ են այդ պայքարին լինելու, այդ պայքարում լինելու, անկախ հանրապետական կուսակցության քաղաքական process-ներին մասնակցության ձևաչափից։ Ես վստահ եմ, որ հանրապետական կուսակցությունը լինելու է այդ պայքարի մեջ, որովհետև հանրապետական կուսակցությունը այդ պայքարի մեջ է 2018 թվականի ապրիլի 23-ից սկսած։ Առանց կոալիցիաների, առանց խարդավանքների, առանց շրջափուլերի, այո, առանց շրջափուլերի, թե որտեղա ձեռ տալիս Նիկոլին հարվածել, որտեղ ձեռ չի տալիս Նիկոլին հարվածել։ Մենք 18 թվականից մեր գծից չենք շեղվել, ու դա ամենևին ընտրությունների մասնակցությամբ, չմասնակցությամբ, շատերի համար ինչ-որ առաջնորդություն ստանձնելու, չստանձնելու հարց չի եղել։ Դա շարունակում է մնալ Նիկոլին հեռացնելը որպես գերնպատակ, որպես յուրաքանչյուրիս կյանքի երաշխիք եւ Հայաստանի Հանրապետությանը ապրելու հնարավորություն տալու երաշխիք։ Եվ տիկին Մկրտչյան, ախր հիմա այս ընտրությունները, քանի որ եկել հասել ենք, հա, մի փուլում, որտեղ որ պիտի ընտրություններ լինեն, ուզենք չուզենք, օրինակ լիքը քաղաքական ուժեր կան, որ ասում են պետք է մասնակցենք, որովհետև մենք քաղաքական տարր ենք եւ այլ հնարավորություններ չկան։ Մենք փորձել ենք փողոցով պայքարել եւ Նիկոլին հեռացնել, չի ստացվել այս, եւ հիմա եկել ենք հասել ենք ընտրությունների։ Օրինակ հիմա եթե օրինակ հանրապետական կուսակցությունը հայտարարում է պաշտոնապես որ չի մասնակցելու ընտրություններին, օրինակ ձեզ չեն մեղադրելու, որ դուք չմասնակցեցիք, որովհետեւ ուզում եք Նիկոլին պահեք։ Ես ասում եմ, Նիկոլի մոտ մարզպետ, նախարար, քարտուղարուհի աշխատածները մեզ հիմա մեղադրում են, հասկանում եք, հետեւաբար հանրապետականը որպեսզի իրենց ընտրազանգվածը չգնա չընտրի։ Ինչ որ մարդիկ ընդհանրապես ասում են, որ հանրապետական ընտրազանգված չունի, պետք է կողմնորոշվեն, էլի, այդ եմ ասում, այսինքն Լուսնի եւ Արևի խավարումից ավելի հաճախ իրանք քաղաքական կյանքի տրամաբանությունն են ուզում փոխածնել։ Մենք դա տեսել ենք քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Ինչ էլ անի հանրապետական կուսակցությունը, իհարկե մարդիկ գտնվելու են, որ վախենալու են Նիկոլից եւ ավելի վատ Նիկոլի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերելու դավադիր փակ դռների հետևում, գտնելու այլընտրանքային թիրախներ եւ բոլոր իրենց այդ ուժերը, ցանկացած տեսակի ինչ որ խմբերը ուղղելու են դեպի հանրապետական կուսակցությունը, ընդ որում ստեր տարածելով մեր մասին։ Հետեւաբար մեր գործողությունների հիմքում իրենց մեղադրանքները սուտ եւ կեղծիք տարածելու մոտիվը չէ ամենևին։ Մեր գործողությունների հիմքում էլ մշտապես եղել է այն հանգամանքը, որ գործողությունը կնպաստի ավելի շատ եւ որտեղ ենք մենք հիմա ավելի պետքական, ընդ որում ես ձեր տաղավարում բազմաթիվ անգամներ ասել եմ դեռևս ընտրություններից շատ առաջ ու դրա փառք Աստծո ապացույցները կան, որ մենք անգամ գլխականակ ենք եղել ու մշտապես պատրաստ լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է Նիկոլի դեմ պայքար։ Մեզ ոչ առաջի շարքում տեղ են հատկացրել, ոչ մենք այդ առաջի շարքում տեղի համար պայքար ենք մղել։ Մենք ասել ենք որտեղ ում եւ ինչ է պետք, նույնիսկ այն մարդկանց մոտ եւ այն մարդկանց հետ, ովքեր նորից եմ կրկնում, նախարար են աշխատել Նիկոլի մոտ, մարզպետ են աշխատել, իրենց կուսակցությունները Նիկոլին ընտրել են վարչապետ, իրենց կուսակցությունները Նիկոլին առաջադրել են վարչապետ, իրենց կուսակցությունները Նիկոլի հետ կոալիցիա են կազմել եւ Նիկոլի հետ կոալիցիան ոչ թե իրենք են խզել, այլ Նիկոլն է իրանց հանել վռնդել այդ կոալիցիան Մենք այդ մարդկանց այդ ոչինչ չենք հիշացրել։ Ասել ենք էական չի, չեք հասկացել, քաղաքական կարճատեսություն ա եղել, ընդհակառակը քաղաքական բարեկեցություն եք ցանկացել։ Միևնույնն է ձեր մոտիվացիան մեր համար։ Հիմա
բոլորս այն կարծիքին ենք, որ Նիկոլը դավաճան է։ Տեսել ենք ոնց է հանձնել Արցախը, տեսնում ենք ոնց է հանձնում Հայաստանը։ Պետքա կասեցնել այս գործողությունը, պետքա կանգնեցնել այս գործողությունը։ Եկեք այս գործողությունը իրականացնենք։ Ինչ պարզվեց, որ մարդիկ շատ-շատերը էլի այդտեղ իրենց քաղաքական հարմարությունն էին փորձում գտնել։ Եվ իրենց համար Նիկոլ Դավաճանից պարոն Փաշինյան ընդամենը մեկ քայլ էր, ընդդիմադիր падգամավորի մանդատ ունենալու քայլը։ Ինձ համար դա անընկալելի է, ինձ համար դա ամոթալի է։ Ես ժամանակ ա եղել իմ կյանքում, որ վստահաբար մտածել եմ, թե կան ընդդիմադիր падգամավորներ, բոլորը ովքեր այդտեղ մանդատ են ստացել, 30 քանի հոգին էլ միանշանակ այդտեղ եկել են պայքարելու, այս 4-5 տարիները ինձ այնտեղ անմիջապես իրենց այդ աշխատանքի ապացուցել է, որ դա ամենևին այդպես չի, մի տասնյակից ավել մարդ չես կարող հաշվել այնտեղ ընդդիմադիր падգամավորների, ովքեր 2021 թվականի իրենց խոսույթը չեն փոխել այսօր 2026 թվականին։ Դուք ասցիք էլ ժամանակ չի մնացել, իսկ ով է ասել, որ ժամանակ չի մնացել։ Մենք ունենք մարտ, ապրիլ եւ մայիս ամիսները առանց Նիկոլ Հայաստան կազմակերպելու համար եւ ոչ թե ընտրություններին գնալու այն տրամադրությամբ, որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է եւ պետք է հասկանալ, թե ինչպես պահել էս քվեն եւ սրան արդեն հեռացնել էլի փողոցային պայքարով, ընդ որում այդ փողոցային պայքարը այնքան չի կարող հաջողության հասնել մի պարզ պատճառով, որովհետեւ Նիկոլը նորից հունիսի 7-ին կեղծված արդեն թղթով եվրոպական կառույցների կողմից հայկական շահը զիջելու արդյունքում իր աթոռը ապահոված են պեչատած, որ ազնիվ էր, արդար էր, մաքուր էր, թափանցիկ էր, չգիտեմ ինչ հատկանիշներ կհորինեն իրենք հանուն Նիկոլի, կգան կասեն, որ գիտեք ինչ, այս նռնակները, որ ձեր վրա նետում են, այն ոստիկանապետեր են, ոստիկանություն են, կարմիր եւ սև գույնի բերետներ հագնող անհասկանալի երևույթները, որ ձեզ ծեծում են, լավ են անում եւ ճիշտ են անում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար դա անհրաժեշտ է։ Այս իրականության փոխարեն կա 3 ամիս հնարավորություն տալու ինքներս մեզ, յուրաքանչյուրիս, այդ ձեր ասած անդադար քաղաքական ցուցակներում տեղ ունեցող մարդկանց համար, հենց իրենց համար, այս 3 ամիսը աշխատել անել ամեն ինչ, որ Նիկոլը չհասնի ընտրություններին, եւ ես վստահ եմ իրենք կունենան ավելի բարվող քաղաքական տեղեր, քաղաքական ցուցակներում հայտնվելու։ Դե մեկ տարվա ընթացքում ոչինչ չարեցին, Տիկին Մկրտչյան, 3 ամսվա մեջ իրենք փորձելու են աշխատել, որտեղ դուք մենակ չեք կարող։ Ոչ միայն մեկ տարվա մեջ չարեցին, այլ նաեւ կներեք, բայց նախորդող 4 տարվա մեջ չարեցին։ Դա խոստումը որ կար, որ եթե մենք չենք հաղթում, որովհետև այո, ես չգիտեմ ով ինչ բնորոշումներ է տալիս, բայց գիտեք ինչ, Նիկոլից ազատվել հնարավոր չի լինելու, եթե մենք շատ պարզ եւ բոլորին տեսանելի ճշմարտությունները անգամ իրար աչքերի մեջ նայելով խուսափենք ասել։ Շատ պարզ է ամեն ինչ։ 2021 թվականին ազգային ժողովում հայտնված ընդդիմադիր մանդատ ունեցող մարդիկ չեն հաջողել։ Դե իրանք էլ են ասում, որ չեն հաջողել։ Այն մարդիկ, չգիտեմ ասում են, թե ես օրինակ լսել եմ իրենցից, որ ասում են, բա չեք տեսնում, գնում ենք ճշմարտությունն ենք ասում Նիկոլին, հա, այդ ճշմարտությունը առաջինը ես եմ սկսել ասել եւ 2021 թվականին կյանքում առաջին անգամ երբ Նիկոլին տեսել եմ, ես իրեն ասել եմ, որ ինքը դավաճան է եւ հայրենիք հանձնող է։ Դրանից հետո իհարկե համապատասխան իր ՊՊՑ-ի գործողությունները հետեւել են իմ նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով։ Դա է եղել մեր նպատակը։ Դա եղել է ուղղակի ցուցադրություն են բանի, որ մենք չենք շեղվել մեր նպատակներից ու չի դարձել Նիկոլը ինձ համար ընդդիմադիր մանդատ ստանալուց հետո պարոն Փաշինյան կամ պարոն վարչապետ, չի դարձել, բայց նպատակը դա չի եղել, ամենևին դա չի եղել, ել չեմ ասում Նիկոլի եւ Ալենի գործողումներին մասնակցելը ընդդիմադիր կվոտան ապահովելու միջոցով։ Եվ ամսի 4-ին դուք կհայտարարեք պաշտոնական մասնակցում եք թե ոչ։ Չեմ կարծում, որ հենց ապրիլի 4-ը այդ զարկը կլինի։ Կամ կլինի հենց այդ օրը, որ մենք կհայտարարենք, միգուցե շատ ավելի շուտ գործադիր մարմնի հայտարարություն կլինի կամ միգուցե դրանից ուշ, ապրիլի 4-ը մեզ համար կուսակցական համագումար է։ Համագումարի օր, որ մենք առաջին հերթին ինքներս մեզ, մեր կուսակցականների առաջ հաշվետվություն պիտի ներկայացնենք, գնահատելու մեր աշխատանքը, վերակազմակերպելու նաև կուսակցության մարմինները, ունենալու նաև որոշակի վերադասավորումներ, որոնք ամեն համագումարից հետո եւ համագումարի
ընթացքում տեղի են ունենում։ Հանրապետականի միջոցառում է ավելի շատ, ես չեմ կարող հիմա ասել այն քաղաքական ավելի մեծ օրակարգի կվերամաս կդառնա թե ոչ, կլինի ընտրությունների վերաբերյալ մտորումներ թե ոչ, բայց այն որ կլինի եւ ինչպես 2021 թվականի համագումարի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի 1 ժամից ավել տևած ելույթը տվեց բոլոր հարցերի պատասխանները այդ ժամանակահատվածի համար, ես կարծում եմ հիմա մենք ամենաշատը դրան ենք սպասում էլի 2026-ի ապրիլի 4-ին։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհանդիպենք կրկին։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։